Ուղարկեք այս վիդեոն ձեր մամային, ձեր պապային, ձեր ընկերներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր պրոտեին բառից վախում են ու մտածում են, որ պրոտեինի փոշիները վնասակար են առողջության համար ու դրանցից պետք է խուսափել։ Պրոտեինը ուղղակի սնունդ է։ Whey պրոտեինը բառացի կարելի է խանութների կաթնամթերքի բաժնում վաճառել, որովհետև այն կաթնամթերք է։ Երբ կաթը կտրում են, իր մակարդից սպանիր են ստանում, իսկ այն մնացած չիճուկը սկզբում տաքացնում են, որպեսզի իր մեջի վնասակար բակտերիաները մանան, ինչից հետո իր մեջի սպիտակուցը, որը հենց whey սպիտակուցն է, ֆիլտրում են ու փոշիացնում են։ Դրա համար եթե դու կաթնամթերք օգտագործում ես, քեզ հաստատ պրոտեինի փոշիներից խուսափել պետք չի։ Հա, պրոտեինի փոշիներ կան, որոնք որ կաթից չեն ստանում, այլ ուրիշ սնունդներից, բայց ընդհանուր ստացման պրինցիպը նույնն է։ Սնունդը վերամշակվում է նենց, որպեսզի իր մեջի սպիտակուցը ավելի կոնցենտրացված ու փոշիացված վիճակում լինի, որպեսզի իրան օգտագործել ավելի պրակտիկ լինի ու ավելի ուշ փչանա։ Օ, բայց այս կոնցենտրացված լինելն է հենց որ վնասակար է։ Մեր լյարդը նագրուսկայի տակ է անգնում ու այսքան սպիտակուց չի կարելի ուտել։ Մի պաչկա կատնաշոր երբևիցե կերել եք։ Էդ էլ է վերամշակված սնունդ, որի մեջ ավելի շատ սպիտակուց կա, քան մի պորցիա whey պրոտեինի։ Կամ որ առիթների ժամանակ կես կիլո խորոված եք ուտում, հավատացեք դրա մեջ շատ ավելի շատ սպիտակուց կա, քան պրոտեինի փոշու։ Պրոտեինի փոշու հիմնական իմաստն է նա, որ այն ուղղակի պրակտիկ է, համով է, հեշտ է օգտագործել, ավելի ուշ է փչանում ու սովորաբար ավելի մատչելի է, քան ուրիշ սպիտակուցի աղբյուրները։ Իր մեջ ոչ մի կախարդական բան չկա, որ օգնում է, որ մկանները ավելի արագ աճեն։ Այսինքն, եթե դու արդեն բավարար քանակի սպիտակուց մնացած սնունդից ստանում ես, սրան հավելյալ whey պրոտեին օգտագործելը կամ ուրիշ պրոտեինի փոշի օգտագործելը ոչ մի օգուտ չի ունենալու։ Բայց եթե բավարար քանակի սպիտակուց մենակ սնունդից դժվարանում ես ստանալ, որպես հավելում պրոտեինի փոշի օգտագործելը կարող օգնի։ Ասեմ ավելին, պրոտեինի փոշի կարաս օգտագործես նույնիսկ եթե չես մարզվում, ուղակի որպես սպիտակուցի աղբյուր։ Հուսամ այս վիդեոն կօգնի մի փոքր ես վախերը կոտրել, որովհետև մենք վախում ենք մենակ այն բաներից, ինչը չենք հասկանում։